Ուրեմն հարցաքննվել է այն անձը, ում անվամբ գրանցված է ինտերնետային IP հասցեն, հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բաժանորդից բացի նույն հասցեից օգտվում են բազմաթիվ այլ անձինք և հասցեի տիրոջը հայտնի չէ և նա չի կարող ասել ըստ իր ցուցմունքի, թե կոնկրետ այդ տեսանյութերը ովքեր են տեղադրում։ Ինչ վերաբերում է, թե ինչի համար է մեզ անհրաժեշտ պարզելու տեղադրող անձին, առաջին հերթին այդ մասին բազմիցս ես հայտարարել եմ, առաջին հերթին նոր ապացույցներ ձեռք բերելու նպատակն է և դրանց աղբյուրները ստուգելը, այսինքն եթե կան տեսանյութեր, որոնք մինչ օրս հանրությանը և նախաքննությանը հայտնի չեն եղել և որոնք կարող են քրեական գործի բացահայտման համար էական նշանակություն ունենալ, դա կարծում եմ կարևոր է ոչ միայն նախաքննական մարմինի, այլ բոլորի համար, քանի որ բոլորին է հետաքրքիր և բոլորին է շահագրգիռ այդ գործի բոլոր հանգամանքների բացահայտման հարցում։ Տեղադրելու համար տեղադրելը դա հանցանք չէ, բացի այդ տեղադրելու հետ կապված նպատակներից մեկը այն է ձեռնպահ մարդուն հորդորել, ձեռնպահ մնալ անհիմն ոչ կոմպետենտ մեկնաբանություններից, որի մասին ես նախկինում ասել եմ և հանրությանը, հասարակությանը անիմաստ թյուրիմացության մեջ գցելուց զերծ պահել են այն։ Հանդիպումների ժամանակ խոսել ենք, չգիտեմ կարելի թե չէ, այսինքն այն տեսանյութերը, որոնք այս ընթացքում YouTube կայքում տեղադրվել էին տարբեր մեկնաբանությունները։ Խոսքը այդ տեսանյութերի մասին է և նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը ես հայտնել եմ, կրկնեմ դժվար չէ, կային որ ունեցել ենք, դրանցից մի քանիսը կային, որ չենք ունեցել։ Հարցաքննվել են արդեն շուրջ 140-143, եթե չեմ սխալվում վկաներ, նորից նրանց հարցաքննությունները կրել են պատասխանները ավելի ճիշտ կրել են ընդհանուր բնույթ, նկարագրական և որևէ առարկայական փաստակ, հիմնավորում կամ ապացույց կապված դասանձանց մահվան հանգամանքների վերաբերյալ չեն